Որպես պատմաբան, ինչ կասեք, հնարավոր է թուրքերի հետ այս անգամ հարաբերությունների նորմալացում եւ ինչպես եք այդ ամենը պատկերացնում։ Թուրքերի հետ հարաբերություն ստեղծելը այդ նման է ոնց որ փոսի մեջ աստիճան մանկալում։ Թուրքերը երբեք հայերի հետ ընկերություն չեն արել, երբեք բարեկամություն չեն արել, երբեք հարազատություն չեն արել։ Եվրոպացի հետազոտողներից մեկն ասել էր մի ժամանակ, այստեղով թուրքեր են անցել, այսինքն նկատի ունեմ այն հանգամանքը, որտեղ որ ավեր են տեսել, հասկացել են, որ թուրքերն են անցել այդտեղից։ Այսինքն այսպես ասոցացված է ամեն ինչը ու փոխկապակցված է թուրքերի ֆենոմենի հետ։ Եվ մենք եթե մինչև այսօր չենք հասել մեր բաղձալի երազանքներին կամ թեկուզ մինչև անգամ կարելի ասել նպատակներին, դա հենց իրենց առկայության հետևանքով է ու դրա պատճառով է։ Եվ ես միշտ ասել եմ եւ նորից շարունակում եմ պնդել, որ պատերազմը չի ավարտվել, քանի դեռ հայը չի հաղթել։ Հայ-թուրքական սահմանի բացման առնչությամբ պիտի ասեմ, որ այո, սա հերթական անգամվա փորձն է վերջի 30 տարիների ամբողջ ընթացքում, որ տեղի է ունեցել։ Այդ փորձերը սկսվել են դեռ Սերժ Սարգսյանի օրոք, հայ-թուրքական հարաբերությունների ֆուտբոլային դիվանագիտության եւ այլն, բոլորս պարզ հիշում ենք։ Եվ կարելի է ասել, այդ ցրծամտարված վիճակը արդեն փոխանցվեց Սերժ Սարգսյանից հետոին։ Հիմա չեմ ուզում կապակցություններ բերել այստեղ, ենթադրություններ անել, թե ով ում փոխանցեց, ոնց փոխանցեց, ինչի համար, այդ էստաֆետի տրոշակը, բայց հիմա ունենք այն, ինչ ունենք։ Երկիրը ինքը որպես այդպեսին դեռ պատրաստ չէ հարաբերություններ հաստատել Թուրքիայի հետ, գուցե կառավարական մակարդակներով երկու վերևներում այդ վերին էշելոններում նստած երկու գլուխները իրար հետ կհամագործակցեն, ես չգիտեմ, իրենց մոտ կստացվի թե ոչ այդ ամեն ինչը, բայց որ ժողովուրդները կամ պետություն ժողովուրդ կամ ժողովուրդ պետություն այս հարաբերակցությունները մենք կմտածենք, որ կարող է պատահի այնպես ստացվի, որ լավ լինի ամեն ինչը, իրենք իրենց վարունգն ու պամիդորը բերեն Գյումրի, ենթադրենք, էլի օրինակի համար, մենք մեր ինչը տանենք Թուրքիա վաճառելու, չգիտեմ, որովհետև Թուրքիան ինքը որպես այդպեսին ինքնապահ պետություն է եւ ի տարբերություն հայ ժողովրդի իրենք իրենց երկիրը սիրում են, ինչը չի ասի մեր մասով։ Այնպես որ հիմա այս պահին շատ վաղ է խոսել հայ-թուրքական հարաբերությունների լավացման մասով, որովհետև նորից եմ կրկնում, հայ-թուրքական հարաբերությունները երբեք չեն լավանալու, քանի դեռ մեր մեջ կա սեփ, այսինքն հայոց ցեղասպանությունը։ Նիկոլ Փաշինյան ինքը որպես այդպեսին եւ իրավունք ունի եւ իրավունք չունի խոսելու ժողովրդի անունից, որովհետեւ շատ հարցեր կան, որ պիտի, ինչպես որ ինքն է ժամանակին ասում, պիտի կամ հրապարակում քննարկեմ ժողովրդի հետ, որոշում կայացնենք, նոր ըստ այդմ ես իմ քայլերը անեմ, բայց ինչպես գիտենք ինքը դա չարեց, որովհետև իրեն ձեռք չէր տա, որովհետև ժողովրդի պարզ մեծամասնությունը համաձայն չէր ցեղասպանությունը ջնջելուն, ուրանալուն, այդ ժողովուրդը պատրաստ չէր թուրքերի հետ հարաբերակցություն ստեղծելու եւ այլն եւ այլն։ Երբ որ Նիկոլ Փաշինյանը չի լինելու մեր պետության այդ ամենավերևի այդ հրաման տվողը, ինչ որ մեկը եթե փոխարինի իրեն, մինչև այսօրվա դրությամբ Նիկոլ Փաշինյանը ինչ որ պայմանավորվածություններ է ձեռք բերել այլ պետությունների, այլ երկրների, չգիտեմ, ինչ որ փաստաթղթերով են, դրանք բոլորը չեղյալ պիտի համարվեն, որովհետև մենք բոլորս գիտենք, չէ, որ կա բան, որ մեզ թույլ է տալիս ենթադրելու Նիկոլ Փաշինյանի այս ամբողջ գործած այդ ընթացքը, որ սխալ է, որ ճիշտ չէ, որ ինքը իրավունք չունի, որովհետև ինքը պատրաստ չէ հոգեպես բավարարելու դիմացինին, որովհետև ինքը կատարում է դիմացինի պարզապես մեքենաբար, ինքը կատարում է դիմացինի կամքը,
ուղղակի զուտ իրեն հիպնոսացրել են կամ թե ինքն է մեզ հիպնոսացրել, չգիտեմ, որովհետև այստեղ մի քիչ վիճելի է այս հարցը, բայց այն որ ինքը իր տեղում չէ, որպես ղեկավար, սա փաստ է եւ սա ակնհայտ է։ Տեսեք, ես շատ կզարմանայի, եթե հիմա Նիկոլ Փաշինյանի այս ռակուրսը փոխվեր ու ինքը Հայաստանին նայեր մեկ այլ տեսանկյունից։ Ինքը ասեց, որ ժամանակին, տեսեք, ասեց Արցախը Հայաստանը եւ վերջ, որը բոլոր տեսակի քաղաքագետներն ու հոգեբանները պնդում են, որ դա ղեկավարի ասելու բանը չէր, ինքը փորձեց կրկնել երջանկայիշադակ Լեոնիդ Ազգալցյանին, բայց Լեոնիդ Ազգալցյանի ասածը այլ էր, Նիկոլ Փաշինյանի ասածը բնավ այլ էր։ Եվ ամբողջ հարցը էս է, որ ինքը դրանով փորձեց հենց հիմքը տնել, սկիզբը տնել մեր վերջի պատերազմի եւ Արցախի կորստի։ Այսօր եթե ինքը խոստացել է հայ ժողովրդին, որ Արցախում կրակոցներ չեն լինելու կամ թեկուզ սահմանին կրակոցներ չեն լինելու, սա իր խոստանալիքը չէ, որովհետեւ ինքը չէ այդ կրակելու տերը, իսկ ինքը չէ այդ հրաման տվողը ու ինքը վստահ չէ արդյոք կրակոց